We're negotiating in good faith, sir. Մոսկվային ու Կիևին հաշտեցնելու խաղաղության ծրագիրը վերջնականապես համաձայնեցնելու Թրամփի վարչակազմի միջնորդական վերջին ճիգերի ֆոնին Աբու Դաբիում ըստ միջազգային մամուլի գաղտնի բանակցել են Ամերիկայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները։ Ամերիկյան կողմը ներկայացրել է Միացյալ Նահանգների բանակի քարտուղար Դենիել Դրիսքոլը։ Ռուսական պատվիրակության կազմն անհայտ է, նշում է Reuters-ը, հավելելով, որ կողմերն էլի են հանդիպելու։ Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը ռուսներին ներկայացրել է խաղաղության այն պլանը, որը ժնևյան հանդիպումներից հետո 28 կետից կրճատվել ու դարձել է 19։ Պոլիտիկոյի պնդմամբ էլ ծրագրից հանվել են տարածքներին վերաբերող կետերը, որոնք առաջարկվել են առանձին քննարկել Զելենսկի-Թրամփ բանակցությունների ժամանակ։ Մոսկվան Աբու Դաբիի հանդիպման փաստը պաշտոնապես չի հաստատել։ Արտգործնախարար Լավրովն ասել է, որ ռուս դիվանագետները նախընտրում են աշխատել պրոֆեսիոնալ ձևով, իսկ պրոֆեսիոնալ դիվանագիտությունը նշանակում է տեղեկատվական արտահոսք չանել, քանի դեռ չկա վերջնական համաձայնություն։ Իսկ ամերիկացիների հետ Լավրովի խոսքով ռուսներն ունեն հաղորդակցության մշտական ուղիներ։ Անսպասելի նոր միջազգային բանակցող Դրիսքոլը, որին բանակի արդիականացման ծրագրում աշխատանքի համար Թրամփն անվանում է դրոնների գծով իր մարդը, օրեր առաջ Կիևում էր, այնուհետև Ժնևում։ The vast majority of these points Դրույթների մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Ուկրաինացիները մեզ հետ միասին աշխատել են ձևակերպումների վրա։ Այս փուլում մենք շատ լավ վիճակում ենք։ Իհարկե պետք է համոզվենք, որ այս բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Այնուհետև պետք է համոզվենք, որ հակամարտության մյուս կողմը ռուսները նույնպես համաձայն են դրանց հետ։ Լևիթը հավելել է, որ Ուկրաինայի նախագահի այց Վաշինգտոն այս շաբաթ չի նախատեսվում։ Սպիտակ տան խոսնակն ուրվագծել է Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության փոփոխությունը։ Նրա խոսքով նախագահ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգները լիովին դադարեցրել է պատերազմին ուղղակի ֆինանսական աջակցությունը։ Դրամաշնորհային ֆինանսավորման փոխարեն Վաշինգտոնն այժմ գործում է ՆԱՏՕ-ի մեխանիզմների միջոցով, առևտրային հիմունքներով ապահովելով մեծածավալ զենքի մատակարարումներ։ Թրամփն այս պատերազմի ֆինանսավորումը դադարեցրել է, սակայն շարունակում է մեծ քանակությամբ զենք ուղարկել կամ վաճառել ՆԱՏՕ-ին, ասել է Լևիթը։ Ռուսաստանի համար առավել ընդունելի է Թրամփի խաղաղության ծրագրի սկզբնական տարբերակը, իսկ եվրոպական տարբերակը Մոսկվան ապակառուցողական է անվանել։ Այդ ծրագրի շատ կետեր չեմ կարող ասել բոլորը, բայց շատ դրույթներ մեզ համար ընդունելի են։ Մյուս կետերը շատ մանրակրկիտ քննարկում են պահանջում։ Ինչ վերաբերում է եվրոպական պլանին, դա ընդհանրապես կառուցողական չէ, դա հարմար չէ։ Երբ եվրոպացիներն ասում են, որ մենք ուկրաինացիների հետ ենք լինելու մինչև վերջ, որովհետև Ուկրաինան պայքարում է հանուն եվրոպական արժեքների, դա նշանակում է խոստովանություն, որ Եվրոպան խրախուսում է նացիզմը։ Նաև նշանակում է, որ Եվրոպան խրախուսում է ռասիզմը, որով օրինականացվել է այն ամեն, ինչ ռուսական է՝ մշակույթը, լեզուն։ Հենց այս եվրոպական արժեքներն է Ուկրաինան պաշտպանում Եվրոպայի անունից։ Մոսկվան դժգոհ է Եվրոպայից, իսկ Եվրամիության անդամ երկրները այնքան էլ գոհ չեն Թրամփի խաղաղության ծրագրից։ Reuters-ի պնդմամբ ամերիկյան առաջարկը Կիևն ու եվրոպացի դաշնակիցներն անվանում են Կրեմլի ցանկությունների ցանկ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։